Ինչ եք կարծում, իշխանությունը էլեկտրական ցանցերը զավթեց Սամվել Կարապետյանից, որին չանի։ Դե գիտես ինչ, դա նախանձություն է։ Դա ես տենց եմ հասկանում, որ նախանձություն է։ Չեն ուզում էլի, որ մեկի վրա արև կպնի։ Մալա չէ որ մարդը ստեղծել է, կաղապատայ տենց էլ մնա, Սամվել Կարապետյանը խելարցի մարդ է, հետ կվերցնի։ Հետ կվերցնի։ Դե ցանցը եղավ ինչքան աշխատում այդ մարդը ցանցի մեջ։ Բա մինչև հիմա ուր էր։ Ինչու չբդականացուց։ Ինչու չբերեց։ Չեմ մանում ինչ է նպատակը, բայց լավ հոտ չեմ զգում էլի ես բաներից, ես քայլից։ Նախանձ է, ինչ է, չեմ մանում։ Դու կվերցնես Գիրագոսից, կհանձնես Տալաղատին, դե չեմ մանում ինչ տիպի մարդ պիտի լինի, անզգամ մարդ պիտի լինի, որ այդ բանը ընդունի։ Ուղղակի ես սկսեմ անզգամ էլի մարդ պիտի լինի, որ այդ բանը ընդունի, թե հայոց վերցնես թուրքին դաս։ Փոխանակ հայու գրբանը մտնի, թող գնա Էրդողանի գրբանը մտնի, որ ինքն է զինվի եւ մեր դեմ պայքարի։ Դա է։ Նա ես գիտեր, որ Սամվել Կարապետյանը դուզում մտնի պոլիտիկա, հենց դրա համար հատուկ արեց։ Այն աշխատում էր մարդը արդեն ունի այդքան աշխատած չի, լավ էր նայում էր ժողովրդին։ Դե մեզ հատենամ պետականացրեց ինչ պիտի անես։ Գցի իրան էլի կարելի ասած, բայց ոչ մի բան էլ չասավ։ Այն օրը կարծեմ դատել ա եղել, չէ՞ այդ հաշվով։ Հա, ու ինչի են հասել, որ իրանք ոչ մի բան չեն կարող անեն։ Գնացել ես իբր թե պետականացնում ես, որ պետականացնես միջև այդ վայրկներես, պետականացնելը միջև այդ չէին հապվայմում պետականացնեին, ուրեմն չկար այն վաղտը, մարդիկ առել է ոնց որ ասլա այդ ցանցը, նորմալ գնում էր ամեն ինչ, հիմի չես կարում տակից դուրս կաս, քանի անգամ ես չգիտեմ Աբովյանը ոնց է, բայց ուրիշ տեղերում շատ շուտ անջատում են։ Ինձ թվում է չի կարա հասնի դրան։ Այդ մի քանի ասո խոսը կա, բայց ինձ թվում է հունիսի 7-ին արդեն կերև է, էլի, ամեն ինչը, վերջնական։ Ինքը չի հաջողել այդ որ իր բանով, իր մոմենտով, որ իբր տա Թուրքիային կամ ինչ-որ ուրիշ պետության։ Ես դա այդ կարծիքին եմ։ Ավելորդ եկամուտը ստանալով սրանց վարած քաղաքականությունը դա է։ Սրանց դուրը չի գալի այն մարդիկ, որոնք որ անհատապես օգնում են մեր ժողովրդին, օգնում են հայերին ու ընդհանրապես սրանք մեր ազգի ներկայացուցիչ են, սրանք ինձ թվում է սրանք Եվրոպայից եւ բանից ոնց ասեմ Թուրքիա ու Ադրբեջանից ներմուծված մարդիկ են, որոնք որ Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունեն։